Ամենակ Երևան քաղաքի բնակչության տեղաշարժը չէ։ Մենք այսօր պայքարում ենք մեր հարցերի հետ միասին, պայքարում ենք նաև երևանցիների համար, ինչի բացատրեմ։ Օրեկան մոտ 20 գազել մտնում է Աչափնյակ համայնք, Հալաբյան փողոց։ Պատկերացնում եք Հալաբյան փողոցի վիճակը։ Ասում ֆիզիկայի խաչմերուկ եմ մինչև գնալու։ Եղավ որ մենք պայքարում ենք նաև երևանցիների համար։ Ճիշտ է։ Ուրեմն խոսքս ուզում ուղղեմ մեր կառավարությանը եւս մեկ անգամ, պարոն Փաշինյան, դուք շատ թույլ կադրեր ունեք, ով ասենք ֆիզիկայի խաչմերուկը կարող է համարել Արվարձան։ Տեղեկացնեմ մեր փոխնախարարին, որ Երևանի Արվարձան այս թևի վրա կարող է լինել Վաղագնի թաղամասը եւ Հույսի ավանը, բայց ոչ ֆիզիկայի խաչմերուկը։ Ֆիզիկայի խաչմերուկը 50-ականներին է եղել Արվարձան, բայց ոչ հիմա։ Ախր այնքան բան կա ասելու, որ չի կարելի էլի ժողովրդին այս աստիճանի հասցնել։ Ասենք ինչ է այդ երկու ավտոբուսը, այդ երկու գիծը, ասենք 2 կիլոմետրի տարբերություն, ասենք Երևանը եկել Քասախից անցել է։ Հələ նայեք ժողովուրդ, գնացել հասել է պաշտպանության նախարարություն, հələ տեսեք քանի կիլոմետր է հեռու։ Ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի։ Հա, ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի, դրա համար այսքան ժողովրդին անել են ոտքի։ Նույնը Պրոշյանի ժողովրդի համար, այնտեղ էլ 1 կիլոմետրի հարց է։ Եկել մտել է Պրոշյանի տարածք, վարչական տարածքի մեջ է Պրոշյանի։ Ինչի համար այդ քաղաքային ավտոբուսը հանվում։ Ասենք գալիս է միջև նախկին պաշտպանության նախարարության շենքի մոտ, ինչի համար։ Քննարկումների ժամանակ այդ հարցերը տվել եք, ինչ են ձեզ արձագանքել։ Չի պատասխանել։ Փոխնախարարի իմ տված 3 հարցերից ոչ մեկին չպատասխանեց։ Փաշինյանին կոչ արեցիք, իսկ ինչ կոչ կանեք ոստիկաններին, որպես քաղաք։ Ոստիկանները մերն են առաջին հերթին, հարգարժան ոստիկաններ։ Մենք այսօր չենք սահմանափակում Երևան քաղաքի բնակչության ազատ տեղաշարժը։ Մենք այսօր իրենց ազատ տեղաշարժի համարել ենք պայքարում։ Ասենք մի հատ պատկերացրեք 20 գազել օրեկան մտնում է Երևան քաղաք։ Հիմա իրենց ազատ տեղաշարժը սահմանափակվում է թե ոչ։ Այդքանը։ Ինչու եք այսօր կապում այս մեծաթիվ ոստիկանական զորքերի քանակը։ Չեմ կարող պատասխանել։ Սա որերորդ անգամ է, որ դուք ճանապարհ եք փակում։ Ես արդեն 3-4 հաշվել եմ։ Այո, 3-4 երևի։ Այսօր առավոտյան 8-ից եք փակել։ Հա։ Մի փոքր խոսեք ձեր ակնկալիքների մասին։ Այսօր ակնկալիք ունենք, որ վերջի իշխանությունը ականջալուր կլինի ու կբավարարի ժողովրդի օրինական պահանջը։ Իսկ եթե չլինի։ Եթե չլինի, եթեն հետո կորոշենք։ Հիմա ինչ եք պատրաստվում անեք։ Դե լուրջ սպասում ենք կառավարությունից ինչ-որ մի լուրջ։ Ճիշտն ասած, հենց այս պահին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ, մասնավորապես փոխադրավարձի նվազեցում Պրոշյան-Երևան 200 դրամ 250-ի փոխարեն, Քասախ-Երևան 150 200 դրամի փոխարեն, չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում եւ Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նաեւ նշել են, որ հնչող պահանջները չեն տեղավորվում գործող օրենսդրության շրջանակներում։ Ներողություն, վերջնակետի փոփոխությունը ո՞րն է, ֆիզիկայի խաչմերուկը։ Սկզբից էլ այդ էր դրված հարցը։ Ինչ է ֆիզիկայի խաչմերուկ։ Ես էլ եմ ասում, աշխատողներին թողամ մի կողմ, նորից եմ կարկամում, 400-ից ավել ուսանող ունի Պրոշյան համայնքը, 1000-ից 700 Քասախ համայնքը, 1100 հոգի իշխացրեցին ֆիզիկայի խաչմերուկ, կարենալու են ապահովել իրենց ազատ տեղաշարժը։ Հələ չեմ ասում աշխատող ժողովրդի մասին։ Ու հարց են դնում, ասում են մենք պետքա թեթևացնենք, բեռնաթափենք Երևանը, այդ 20 գազել ավելացնելով թեթևանում, հա։
Չի թեթևանում, չէ։ Մի պատկերացնում եք Հալաբյան փողոցի վիճակը։ Մեր փոխնախարարը երևի տեղյակ չի, թե Հալաբյան փողոցում առավոտյան ինչ է կատարվում։ Մուլտիտրանսպորտն է գործում։ Այսօր երկուսն էլ գործել են միաժամանակ։ Վստահություն չկա, որ վաղը 25-ը կլինի։ Զարմանալի չլինի, ես մի քանի գովեստի խոսքեր կասեմ Սարոկյանի մասին։ Պարոն Սարոկյան, այդ բոլոր մեծահարուստներից ամենից էլի շատ ու քչից դուք եք առատաձեռն։ Ես հիշում եմ, որ մի տարի դուք բավականին մոտ 200 միլիոնի վարկ եք տվել Արարատի շրջանի բոլոր գյուղացիներին խաղողի այգիների համար, որ մշակումներ անեն, բայց չգնա Կաղջիկ ջան, հեռու չգնա, ես հələ այդ գովեստից հետո գիտեմ ինչ կասեմ, բայց որ կարիքտահանվեց, ես իմ ագանջով լսեցի հեռուստատեսության մոտ, կանգնած դուք ասեցիք սիրելի գյուղացիներ, սիրելի Արարատի շրջանի եւ ասենք Արարատյան տաշտի ժողովուրդ, այդ 200 միլիոնը ես կզիջեմ ձեզ, քանի որ վնասվել եք եւ նույնիսկ Մոսկվայից մի քանի հակակարգային կայանքներ կբերեմ, կտնեք, որ ապահով լինի։ Բայց հիմա ես չեմ նախանձում ձեր ունեցվածքի վրա, ջիվան խոսքերով ասած, ես ոչ ձեր ճոխ սեղանին եմ նախանձում, ոչ ձեր ունեցվածքին։ Դուք կարող եք 100 տարի ապրեք ձեր շրջապատով, ձեր հարազատներով ապրել առանց որևէ ջանք թափելու, առանց չարչարվելու, կարող եք ապրել։ Փառք ու պատիվ ձեզ, ես ոչինչ չունեմ ասելու, բայց շատ եմ զարմանում, որ դուք հիմա եկել եք այս գյուղացիներին, այս տանջված գյուղացիներին, որ կառավարությունը թակարդի մեջ գցեց, ես կասեմ կառավարության թակարդը որն էր, եկել եք, որ 150 դրամ էր ճանապարհածախսը, դրան համաձայն չէ, նաև փոխել է ավտոբուսների կարգը, ձեր գազելներով են բերում եւ 200 դրամ եք դարձնում։ Ձեզ ասում եմ, որ դուք այդ 200 դրամին մի թմահարեք, մի ժողովրդի աչքի ծնգեք, կառավարությունը ընդամենը 50 դրամով բարձրացրեց գները եւ մեզ վաճառեց, փաստորեն մեր պատիվը, մեր ինքնությունը վաճառեց։ Դուք էլ խնդրում եմ, մի կպեք է ժողովրդի գրպանին, դա ձեզ չի փրկի, ձեր ունեցվածքը բավ է, շատ է, Աստված հարյուրապատիկ շատանա, բայց է ժողովրդի գրպանին մի կպեք։ Դուք ձեռքները մեկնում եք հասարակ ժողովրդի գրպանից հանում եք։ Կառավարությունը նորից եմ ասում, մեզ 50 դրամի համար վաճառեց։ Հարգելի կառավարություն, հարգելի պաշտոնական անձինք, դուք չեք հիշում, որ մեր ուժերով եք անցել Քասախի ու Պրոշյանի համայնքը մոտ 20,000 մարդ է, դուք դրանց ուժերով եք անցել, դուք հիշեք, որ հետագայում էլի կա, չմտածեք, որ էսը եւ պրծավ, գիտեք ոնց, եթե ժամանակները կգան, ընտրության ժամանակը կգա, ընտրության ժամանակ ես հավատացած եմ, որ այսքան ժողովուրդը երբեք ձայն չի տա ձեզ ձայն կտա միայն գյուղապետը իր կնոջ հետ, երեխաներն էլ չեն տա, գյուղապետի երեխաներն էլ չեն տա, որտեղ նրանք արդեն հասու կլինեն, կգնան ուսում Երևան սովորելու, նրանք էլ կզգան իրենց ծնողների սխալը, որ թանկացրել են եւ վատ տրանսպորտով են գնում։ Մի խոսքա, որ ասում են, թե կառավարությունը մեզ բերեց, գիտեք ինչ լավություն արեց, կառավարությունը բերեց, ավտոբուսներ տվեց, շատ շնորհակալ ենք դրա համար, ավտոբուսներով երթևեկել է եւ կիրթեր եւ լավեր, գինը բարձրացրեց, դա նման է նրան, որ մեկը ծովում խեղդվում է, ծովի խորքերում խեղդվում է, մի լավ լողորդ դրա վզից բռնած քաշում բերում է, իբր թե կփրկի, բայց բերեց ապի մոտ խեղդեց, կառավարությունը հենց այդպիսի մի բան արեց մեր վրա, ավտոբուսներ տվեց, բարձավ, հետո խեղդեց 50 դրամով վաճառեց մեզ։ Ես հավատացած եմ, պարոն Սարոկյան, եթե մեկը գտնվի, որ 300-ով բարձրացնի աշխատայդ վարձը, ճանապարհավարձը, կառավարությունը ձեր ձեռքից կվերցնի կտա նրան, դա թեկուզ լինի ազգությամբ թուրք, գերմանացի թե ինչ։ Ես համոզված եմ դրանում, որ 100 դրամի համար էլի կառավարությունը ձեր մոտից էլ կվերցնի այդ արտոնությունները։ Խնդրում եմ, հեռու մնացեք, ժողովրդի պարզ ասեմ, անեցքին մի
ենթարկվեք։ Ժողովուրդը ցես կանիծի, ժողովուրդը ցես կնզովի, եթե դուք այդ 50 դրամի համար ավտոբուսները հանեք եւ տակ ես փոքր միկրոավտոբուսներին։ Հազիվ մեջքները սուղվել է, հազիվ կարողանում ենք մարտավայել կանգնել մեքենայի մեջ։ Այնպես որ խնդրում եմ, հեռու մնացեք, ժողովրդին թողեք ապրի։ Խնդրում եմ, հեռու մնացեք եւ շատ էլ չեմ խնդրում նեն բանի համար, որ թեմը ընդրություններ կա, հիշեք, ձեր զավակները, այս ամբողջ ոստիկանությունը որ կանգնած է, բոլորի, գիտեք, նրանց սրտով էլ չէ, հա, նրանք վախից աշխատանքից զրկվելու պատճառով գուցե համակցում են ձեր հետ, բայց ոստիկանության մեծ մասը ժողովրդի կողմն է, դուք լավ հիշեք։ Այդ ոստիկանները ժողովրդի ծոցից են դուրս եկել։ Այնպես որ զոհվածներն էլ մեր ծոցից են դուրս եկել, պաշտպաններն էլ մեր ծոցից են դուրս եկել, այս հավանից կան ազգային հերոս գնդապետներ, Պրոշյանից կան գեներալներ, խելացի լավ, այնպես որ նրանք իրենց կյանքը, երջանկությունը նվիրել են, ամբողջ նվիրեցին մեր հայրենիքին, նվիրեցին նաև այս ժողովրդին, որ մենք հիմա ոտնահարելու իրավունք չունենք։ Այդ երեխան, այդ զոհվածների ընտանիքները, հարազատները, զավակները երթևեկում են այդ տրանսպորտով։ Խնդրում եմ, հասու եղեք, մտածեք, թե ինչ եք անում։ Դուք ուղղակի այդ 50 կոպեկը շլացրել եք, ձեզ այդ 50 կոպեկը ավելացնելու համար ամեն ինչ անում եք։ Այսքան բան։